հայտարարեցին բեմից քո անունը, դու հուզվեցիր։ Մեծամտածել ես ու մտածում ես, որ բոլորը արդեն ինձ ճանաչում են։ Չունեմ ընկերուհի։ Վերջապես Քույրս ինձ որ տուն հասնեմ կխեղդի, որ ես այս պատմությունը պատմել եմ։ 14 օր պայքարել ես կյանքիդ համար։ Քեզնից չեն թաքցնում, որ շատ լուրջ խնդիր է ու գուցե եւ աչքերդ չբացես։ Ողջույն առանց ֆիլտրերի այսօր զրուցելու ենք երգիչ ազգային երգիչ երկու նախագծի հաղթող Սամվել Մալոյանի հետ։ Սամվել, ողջույն։ Ողջույն Անի։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, ինձ իրոք շատ հաճելի է։ Մերսի։ Գիտեմ, որ քո առաջին հարցազրույցն է այս ֆորմատով եւ առաջին անգամ ես անկեղծանալու։ Այո, երբևէ այսքան ժամանակահատվածում չեմ ունեցել հարցազրույց։ Իրականում ինձ թվում էր, թե տենց առանձնապես բան չունեմ պատմելու, բայց եկավ մի պահ եւ հասկացա, որ արդեն ինչ որ չափով ունեմ պատմելու գուցե։ Քեզ մարդիկ ճանաչում են ազգային երգիչ երկու նախագծի հաղթող որպես երգիչ, բայց ուզում եմ գնանք ամենասկիզբ։ Պատմես քո մանկության մասին, ինչպիսի երեխա ես եղել, ինչպիսի ընտանիքում ես մեծացել։ Եթե մի փոքր մանկություն գնանք, կարծես թե ոչ ես էի պատկերացնում, ոչ ծնողներս էին պատկերացնում, որ ես պետքա ինչ որ մի պահի սկսեմ երգել կամ նկարահանվել առհասարակ, ոնց ստացվեց, որ որոշեցի գնալ այս ուղղությամբ, փոքր էի ու երգում էի բնականաբար, բայց որ պրոֆեսիոնալ զբաղվեմ, չեմ մտածել այդ ուղղությամբ, դպրոցում էր երևի թե առաջին թե երկրորդ դասարաններ դասի ընթացքում դասատուն հասկանում է Անկեր Սքեսյանը հասկանում է որ ինչ որ ձայներ խանգարում են իրան դասը վարելուն ու վերջը հասկացա որտեղից էր այդ ձայները գալի ես էի բնականաբար քթի տակ երգում էի գնաց ծնողներիս կանչեց ասեց ձեր երեխային տարեք երգի դասի ժամանակ է երգում դասը խանգարում է ու այդպես որոշեցինք որ պետքա ի վերջո ես զբաղվեմ ավելի պրոֆեսիոնալ երգով Ընդունվեցիր Երգի պետական թատրոն։ Ընդունվեցի Երգի պետական թատրոն, հետագայում նաև Ալեքսանդր Աճեմյանի երաժշտական դպրոցը ու այդպես։ Իսկ մինչ այդ ավելի փոքր տարիքում 2-3 տարեկանում դու այն երեխաներից էիր, ովքեր օրինակ հյուրերի առաջ երգում ապարում համերգ էին տալիս, թե ավելի խելոք ամաչկոտ։ Ցավոք ես այն երեխաներից եմ եղել ու հիմա էլ որ չի հիշում իր մանկությունը։ Ոչ թե որ վատն ա եղել կամ տխուր ա եղել, չէ, իրականում շատ լավ մանկություն ա եղել, բայց ես այդ մանկությունը հիշում եմ փոքրիկ դրվագներով ու տեսաերիզների շնորհիվ։ Կասետների, որովհետև ես ծնվեցի մի ժամանակահատվածում, երբ թղթային տարբերակով թե ֆոտոներ չէին պահում, բայց նաև դեռ դիսկերը չկային։ Համակարգչի մեջ չէին պահում, իմ կասետների մեջ էր ամբողջ մանկությունը եւ դիտելով հիշում եմ ու հասկանում եմ, որ հա, ես հենց այդ երեխան եմ եղել, ով առիթների ժամանակ աթոռբերում դնում էին, ասում էին Սամջան մի հատ երգի, երգում էի ամեն ինչ 2000-ական թվականների մենք ունեցել ենք շատ հրաշալի 2000-ական թվականներին ունեցել ենք շատ հրաշալի էստրադա ու այդ էստրադայի գործերն էի երգում ու կարծես թե հիմա էլ փորձում եմ այդ ուղղությունը պահել։ Ամենավառ դրվագը, որ հիշում ես քո մանկությունից, որն է։ Գիտեք, միշտ մտածել եմ այս հարցի շուրջ, որ ինձ ասեն ինչ ես հիշում մանկությունից, ամենավառը որ պահն է տպավորվել, միշտ հասկացել եմ, որ ընդհանուր մանկությունս եւ երևի թե այն տարիները, երբ գնում ենք տատիկիս մոտ հողամաս ունենք, մեծ տատիկիս մոտ ենք գնում, ու իմ ամենաերջանիկ պահերն էր, հիշում եմ ես, դե մենք ամբողջ կյանք ապրել ենք քաղաքում, ու իմ համար ընտանիք կենդանին դա վաու էր, այսինքն կատուշ։ Ես փոքր տարիքում եւ շատ սիրում էի դրսից բռնել ինչ-որ կենդանի, բերել տուն։ Ինչ կենդանի ասես կար, մեկը կարող հանկարծ մերոնք հայտնաբերեին, մենք 9-րդ հարկում ենք ապրում ու բերում էի տանիքում էի պահում։ Մեկը գիշեր ինչ-որ ձայներ էին լսում, բարձում է ես գնացը ինչ-որ կենդանիներ եմ դրսից բերել։ Կլինի շուն, կատու։ Այսինքն գյուղը քեզ համար հետաքրքիր էր, երբ գնում էիր տատիկի տուն։ Շատ, իրոք շատ հետաքրքիր էր ու ինձ համար առել էին ճուտիկներ, փոքրիկ հավի։ Ու ես, չգիտեմ, իմ ամենավառ հիշողությունը երբ թե դա կլինի, որովհետև
Ճուտիկներին էլ էի Երևանում պահում։ Չէ, Երևանում դե բնականաբար չէին թողի, որ Երևան բերեի, բայց մտովի հետս էին։ Հասկացա։ Սամվել մայրիկդ նույնպես երգել է, չէ՞։ Բայց որպես մասնագիտություն անսամբլ, եթե ճիշտ եմ տվերում անվանումը, հա, փոքր տարիքում երգել է, զբաղվել է երգով ու ավելի պրոֆեսիոնալ, քան ես ժամանակ երգել է, խորում է երգել։ Ու այդպես երևի թե իր կողմից նաև հայրիկից մաման, տատիկս, այսինքն նույնպես երգում է։ Ինքը արդեն չի զբաղվում պրոֆեսիոնալ, բայց միշտ երգել է առիթների ժամանակ, տենց տանը գործ անելիս, մինչև այսօր էլ երգում է։ Քույրիկդ նույնպես երգում է։ Նույնպես ժառանգել է։ Կարինան։ Կարինա, այո։ Փոքր է քեզնից։ 4 տարի ինձնից փոքր է, երգում է, բայց դեռ չի կողմնորոշվել դա։ Մենք մտածում ենք այդ ուղղությամբ։ Դու ինչ կուզես որ ընտրի նա։ Իրականում ես մի փոքր այն եղբայրներից եմ, ով միշտ մտածում է, որ ինքը ավելի լավ գիտի, ինչա քրոջը պետք, բայց ես հասա մի կետին, երբ հասկացա, որ եթե նույնիսկ ես համոզված լինեմ, որ ես ինչ-որ բան իրեն խորհուրդ տամ ու դա ճիշտ լինի, եթե ինքը չսիրեց, եթե ինքը չհավանեց, դա իր ընտրությունը չեղավ, միևնույնն է լավ չի ստացվելու։ Դրա համար ես վստահում եմ իր ընտրությանը, հուսով եմ նա վաղ թե ուշ կկողմնորոշվի, եթե լինի կադրից դուրս, նույնպես իր կողքին եմ, եթե լինի կադրից ներս, նույնպես իր կողքին կլինեմ։ Արի գանք 2023 թվական ազգային երգիչ 2 նախագիծը երկար ու հուզիչ 9 ամիսներ եւ վերջապես պարզ դարձավ հաղթողի անունը եւ դա դու էիր։ Երբ հայտարարեցին բեմից քո անունը, դու հուզվեցիր։ Ես հիշում եմ այդ կադրը, ինչ էիր զգում այդ պահին։ Իրականում այս հարցին հարցազրույց չեմ տվել, բայց այս հարցին շատ եմ պատասխանել։ Իրականում դու չես կարող նկարագրել, դա մի էմոցիա չէ։ Այսինքն ինքը մի քանի էմոցիաների միախառնություն էր, բայց եթե առանձնացնեմ ամենագերակշռողը, դա կլինի պատասխանատվություն, որտեղ նախ ասել, որ չէի սպասում, բնականաբար պարզ է, որ չէի սպասում, իրոք չէի սպասում, պատասխանատվության զգացողությունն էր, որտեղ դու հասկանում ես, որ քվեարկությունը արվում է ժողովրդի կողմից, այսինքն հեռուստադիտողը, հանդիսատեսը նայում էր, քվեարկում էր ու խոսքը չէր գնում թվականակը շատ ահռելի էր իրականում ու երբ դու գիտակցում ես, որ այդքան մարդ քեզ հետևել է, քեզ ձայն է տվել, այդ պատասխանատվությունն էր երևի թե այդ պահին, որ ինձ ստիպեց հուզվել, որտեղ դու հասկանում ես, որ դու չես կարող մի բան սխալ անել, որպեսզի քո հեռուստադիտողը, քո հանդիսատեսը հիասթափի քեզ։ Ավելի շատ սպասում էիր, որ կհաղթես, թե հակառակը։ Չէի սպասում իրոք։ Երբ առաջին անգամ հայտագրվեցի, մտածում եմ, ասում եմ, դե առաջին փուլը անցնեմ, գոնե լավ կլինի։ Լավ կլինի, հա։ Իսկ ո՞նց հայտնվեցիր նախագծում։ Իրականում ես անձամբ մի փոքր վախենում էի, բայց ծնողներիս, ընկերներիս օգնությամբ հաղթարեցի այդ վախը եւ հայտագրվեցի։ Իսկ նախագծի ընթացքում ինչ որ վախեր ունեիր, օրինակ ժյուրի անդամներից ինչ որ մեկից որ աստվում էիր կամ Իրականում վախեր նախագծի ընթացքում արդեն չունեցա, որովհետեւ երբ որ դու դուրս ես գալիս բեմ, միանգամից բոլոր վախերը լարվածությունը անցնում է, ելույթի նման է, ու այնքան լավն էր մթնոլորտը նախագծի, թե մարդկանց, թե ժյուրի անդամների, թե հաղորդավարների, առհասարակ ամբողջ անձնակազմի, մեր իմ մասնակից ընկերների, որ դու արդեն ինչ-որ բայ մոռանում ես, որ մի վարքյան սա մրցույթ է, այստեղ կարելի է դուրս մնալ, ու մենք իրոք չենք հավատում, որ ինչ-որ մեկը կարող մեզնից դուրս մնա, ամեն անգամ շոկ էինք ապրում, կարծես թե մրցույթ չի սա, այլ ուղղակի եկել ենք լավ ժամանակ ենք անցկացնում, որովհետև իրականում մրցակցություն մեր մեջ չկար։ Դա շատ աբսուրդային է հնչում իհարկե, բայց ազգային երգիչ երկրորդ նախագծի գաղափարը կայացավ հենց դրանում, մեր ընկերության մեջ, ու այսօր էլ մենք բոլորս փորձում ենք պահել այդ ընկերությունը, որովհետև նախագծից հետո դա է մնում ես։ Երբ դուք նշում եք, որ այստեղ բոլորս ընկերներ են, կոնֆլիկտներ չկան, եւ այլն, բոլորին թվում է, թե ձեզ այդպես մեզ ինչ-որ մեկ ասել է, դուք այդպես ասեք, որովհետև տենց լավ է։ Չէ, իրականում տենց չէ։ Իրականում մենք բոլորս ապրում ենք դա, մենք բոլորս զգում ենք դա,
Այսինքն մեզ ինչ-որ մեկը չէր եկել ասել, գիտեք ինչ, որ ասեք, որ դուք ընկերներ եք, դա լավ կլինի։ Չէ, տենց։ Իսկ փոքրիկ ինչ-որ կոնֆլիկտներ էլ չէր լինում, ինչ-որ հետաքրքիր դրվագներ, որովհետև մարդկանց միշտ ավելի հետաքրքիր է կադրից դուրս մնացած։ Ես հասկացա, որ շատ անհետաքրքիր է լինելու, որովհետև չէր լինում կոնֆլիկտներ, իրականում կոնֆլիկտներ ես ամենայն դեպս չեմ հիշի, գուցե ընկերներս հիշեն, բայց իսկ հասկացում եմ, որ կհիշեն, բայց կոնֆլիկտ չէ, որպես այդպեսին կոնֆլիկտ չի եղել։ Հետաքրքիր պատմություններ այնքան շատ են եղել, որ առանձնացնել ինչ-որ մեկը այս բան չեմ կարող։ Մենք կարող ենք փորձից հետո ուղղակի որոշել, որ վերջ գնում ենք ինչ-որտեղ հասնել մինչև Դիլիջան կամ ամբողջ Հայաստանով պտտվել փորձից հետո։ Առաջին անգամ մամուլում գրեցին քո մասին ու ամբողջ համացանցը ողոց այդ վերնագրերը, որ ազգային երգիչ երկու նախագծի հաղթողը 17-ամյա Սամվել Մալոյանն է։ Այդ տարիքում դու հաղթում ես երկրի ամենադիտված նախագծերից մեկը։ Կար մի պահ, երբ զգացիր, որ մեծամտածել ես ու մտածում ես, որ բոլորը արդեն ինձ ճանաչում են։ Ես չեմ կարող 100%-ով ասել, վստահաբար ասել, որ դա այդպես եղավ, բայց այն պատասխանատվության զգացողությունը, որ ես ունեի, ինձ կարծես մի փոքր հետ պահեց դրանից, որովհետև ես հասկանում եմ, որ նախ սա ճանապարհի միայն ու միայն սկիզբն է, եւ սա ոչինչ չի նշանակում, դու կարող ես անել այնպիսի քայլ, որը ամբողջովին ջնջի դա, եւ գուցե դա ինձ հետ պահեց դրանից։ Իհարկե հեռուստադիտողը կամ հանդիսատեսը ավելի լավ դա կարող է նկատել։ Իսկ մայրիկդ ինչ էր ասում։ Այդպես է գրեք մեկնաբանություններում։ Մայրիկս միշտ այն մարդն է եղել, ով ինձ հետ է պահել, այսինքն երբ ես ունեցել եմ իմ կյանքում ինչ-որ էտապներ, երբ մեծամտանալ դա չանվանեմ, բայց ինչ-որ մի պահի, երբ ինչ-որ ոտքես փորձում էր պոկվել գետնից, նա միշտ եղել է այն մարդը, ով ինձ իջեցրել է։ Յուրաքանչյուր հարցում մեծամտության մասին չի խոսքը գնում, խոսքը գնում է առհասարակ կյանքի մասին։ Երբ ես ինչ-որ պահի փորձել եմ կտրվել, ինքը միշտ ինձ հետ է բերել։ Սա շրջադարձային փուլ էր քո կյանքում, այս հաղթանակը, մի պահ մտածել ես, օրինակ եթե չհաղթեիր, որտեղ կլինեիր հիմա, որովհետև դրանից հետո արդեն սկսեցին նաև նկարահանել քեզ ֆիլմերում, գլխավոր դեր առաջարկել, եւ կյանքդ իսկապես փոխվեց մեկ օրում։ Քանի որ ես չէի պատկերացրել նույնիսկ որ կարող եմ հաղթել, հակառակն էլ չեմ պատկերացրել։ Տենց խնդիր կա, էլի։ Չգիտեմ, դե ի սկզբանե երբ առաջին անգամ մտա երգի թատրոն, երբ թե իմ նպատակը դա է հենց եղել, բնականաբար, որ ինչ որ մի պահի ես սկսեմ եւ եթերից երևալ, դրսում մարդիկ ճանաչեն։ Երբ դա է եղել ի սկզբանե իմ նպատակը, ես համենայն դեպս չգիտեմ ինչ կլիներ, եթե նախագիծը չլներ ազգային երգիչ երկրորդ նախագիծը չլներ իմ կյանքում, բայց ես մի բանում եմ վստահ, որ ես շնորհակալ եմ, որ շատ ուրախ եմ, որ Շանթ հեռուստաընկերության կողմից իրականացվող ազգային երգիչ երկրորդ նախագիծը իրականացավ եւ ես մասնակցեցի, ունեցա հաջողություն, ես շնորհակալ եմ Շանթ հեռուստաընկերությունին, շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր մարդկանց, ովքեր աշխատել ու աշխատում են Շանթ հեռուստաընկերությունում, երբ առանց նրանց, երբ չէ, վստահաբար առանց նրանց ոչինչ չի լինի։ Նաև սկսեցիր նկարահանվել արդեն ֆիլմում։ Երբ առաջարկ ստացար, ունեիր վախեր, որ գուցե չի ստացվի։ Իհարկե, քանի որ չեմ ունեցել դերասանական փորձ, եթե երգելը քիչ թե շատ իմ մասնագիտության մեջ է մտնում։ Դերասանությունը կարծես թե առաջին անգամ էր, երբևէ փորձ չի ունեցել, առաջինը հենց կախվածություն հեռուստասերիալն էր, ու միանգամից այդքան լուրջ դեր, առաջնային դեր, գլխավոր դեր, բավականին մեծ կասկածներ ունեի, բայց էլի վերադառնում եմ այն թեմային, երբ մարդիկ այնքան լավն էին, այն մարդիկ ովքեր նկարում էին, մարդիկ ովքեր նկարվում էին, որ այնքան օգնեցին ինձ իրականում դուրս գալ, երբ հեռուստադիտողը դիտում էր դիմացի սերիալները, նույնիսկ նկատել են եւ ասել են, որ սկզբից մի փոքր լարված էր, հետո արդեն բացվեցիր խումբը անձնակազմը այնքան լավն էր, որ ես կարծես թե մի պահ մոռացա, որ մի վայրկյան ես այստեղ նոր եմ։ Ու ազգային երգիչ երկրորդ նախագծի ամենակարևոր կետերից մեկը, ինչպես ես նշեցի, այդ ընկերությունն էր, դա ընկերությունն էր ոչ միայն
մասնակիցների միջև։ Դա ընկերություն էր, որը նաև մնաց նախագծից հետո արդեն անձնակազմի միջև եւ ես ուզում եմ իմ առանձնատու շնորհակալությունը հայտնել նախագծի պրոդյուսեր, ռեժիսոր Աննային Թադևոսյան, մեր երաժշտական պրոդյուսերին Գիսանեին Պալյան, Սոֆիային Ղուլյան, Սաշին Եզեկյան եւ առասարակ sense որ թվարկեմ Ժիրայրին Արուստամյան Live Sound-ի եւ մեր ժյուրի բոլոր անդամներին, Սևակին Ամրոյան, Արփին եւ եթե sense ես հասկացա ինչ-որ բան, որ եթե ես սկսեմ չեմ ավարտի այսօր, որովհետեւ շատ են այն մարդիկ, ում ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իրականում։ Ես ունեցել եմ կյանքում առիթ, բնականաբար բազմիցս նրանց շնորհակալություն հայտնելու, բայց ուզում եմ նաեւ այս ֆորմատով հայտնել իրականում ես շատ ուրախ եմ, որ նախագիծը արդեն 3 տարի է, համարյա 3 տարի ավարտվել է, բայց մենք մինչև այսօր էլ այդ ընկերությունը պահում ենք, այդ լավ հարաբերություններ պահում ենք, չգիտեմ, ու դա վերաբերում է նաև սերիալին, հեռուստասերիալին, այն հեռուստասերիալն էլ ինձ տվեց մաքսիմալ շատ ընկերներ, ում հետ ես այսօր շփվում եմ, կլինի դա մեր դերասանական անձնակազմից, կլինի դա նկարահանող անձնակազմից, չգիտեմ, ես երջանիկ եմ, որ ունեմ նրանց իմ կյանքում։ Դու նաև նշենք, որ մասնագիտությամբ ատամնատեխնիկ ես նայել։ Հիմա արդեն նաև ապագա ռեժիսոր։ Ինչու որոշեցիր ընտրել ատամնատեխնիկի մասնագիտությունը։ Նայեք։ Ես այն ժամանակ պատկերացնում եմ, որ ես գուցե դառնամ նաև ատամնատեխնիկ։ Ինձ համար շատ կարևոր էր ունենալ նաև երկրորդ մասնագիտությունը, որը կախված չի լինի շոու բիզնեսի հետ։ Եթե երգը որ առաջին մասնագիտություններին ուղիղ կապ ունի, այս բaragam ատամնատեխնիկան կապ չուներ եւ ես ցանկացա եւս մի մասնագիտություն սովորել, ընդունվեցի Հյուսիսային համալսարան, ատամնատեխնիկական բժշկական քոլեջը, գից ատամնատեխնիկական բաժին եւ այդպես ավարտեցի եւ որև ոչ մի օր չաշխատեցի։ Եվ երբ մեկ օր չաշխատեցի, իհարկե, բայց կարամ իրականում Հյուսիսային համալսարանում ստանում ենք այնպիսի կրթություն, որ այսօր էլ ես իհարկե շատ բաներ մոռացել եմ արդեն 4 տարի անց, եթե չեմ սխալվում, 3։ Բայց պատկերացնում ես, որ երբևէ կաշխատես այդ մասնագիտությամբ։ Չգիտեմ, ամեն ինչ հնարավոր է։ Հիմա արդեն սովորում ես թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, ռեժիսուրայի բաժնում, Էդգար Բաղդասարյանի արվեստանոցում։ Ինչով գրավեց քեզ ռեժիսուրան, որովհետեւ կադրում արդեն հայտնի ես, քեզ սիրում են։ Բացի կադրը ինձ միշտ հետաքրքիր է եղել կադրի հակառակը, ովքեր են կանգնած, ովքեր են ստեղծում այդ կախարդական միջավայրը, որը կոչվում է հեռուստատեսություն, կինո, հատկապես կինո, որովհետեւ կինոն երաժշտության պես իմ հետ միշտ մանկուց եկել է ու դրա համար որոշեցի, որ նաև փորձեմ գուցե ստացվի ինձ մոտ եւ այդպես ընդունվեցի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ Էդգար Բաղդասարյանի արվեստանոց, ինչի համար շատ ուրախ եմ։ Նախագծի ընթացքում դու շատ հուզիչ կատարեցիր Հայկոյի երգը, ինձ հետաքրքիր է, ու գիտեմ, որ նրա մեծ երկրպագուն ես, հասցրեցիք շփվել, Հայկոյի հետ ծանոթանալ, թե երազանք մնաց դա։ Ցավոք սրտի մնաց երազանք, չհասցրեցի։ Առաջին երգներ, առաջին կատարումներ Հայկոյի սուրճը իմ ամենասիրելի երգերից մեկն էր, հիմա էլ, այդպես երազանք մնաց ցավոք սրտի, բայց մինչև օրս էլ շարունակում եմ երազել, եւ ես վստահ եմ, որ կգա մի պահ, երբ ես կհասնեմ, գուցե այս կյանքում չէ, վստահաբար այս կյանքում չէ, արդեն մեկ ուրիշ վայրում։ Սամվել, դու 13 տարեկանում առողջական լուրջ խնդիր ես ունեցել եւ 14 օր պայքարել ես կյանքիդ համար։ Բժիշկները չեն հասկացել իրական պատճառը եւ կուզեմ դու պատմես ինչ էր տեղի ունեցել եւ ինչպես հրաշքով փրկվեցիր։ Իրականում բավականին ցավոտ թեմա ինձ համար 2018 թվականը ինձ համար սկսվեց բարդ առողջական խնդիրներով
երբևէ չեմ խոսել իդեպ սա մասին։ Շատ հասարակ ամեն ինչ սկսվեց, շատ հասարակ կույրաղիք էր, ուղղակի չգիտեմ ինչ պատճառներով, ասում են թաքնված էր, այդքան էական չի։ Բժիշկները չկարողացան հայտնաբերել, որ դա կույրաղիք էր եւ կույրաղիքը պայթեց։ Ու 14 օր, դրանից առաջ էլ եմ պայքարել, բայց 14 օրը ամենաբարդն է եղել իրականում, որտեվ 14 օր մնացել է պայթած վիճակում կույրաղիքը, պերիտոնիտը առաջացել եւ այդպես բուժում ենք լրիվ այլ հիվանդություն, աղիքային ինֆեկցիա, որը բուժում են այնպիսի դեղորայքային միջոցներով, որոնք հակացուցված են պերիտոնիտի ժամանակ եւ կույրաղիքի առհասարակ ժամանակ։ Ու այդպես, երբ արդեն մի փոքր բարդ էի շնչում, որոշեցին վերջապես բացել եւ տեսնել ինչն է պատճառը եւ հասկացա, որ բայց արդեն մի փոքր ուշ էր։ Նշենք նաեւ, որ նման խնդրի դեպքում մարդ ապրում է ընդամենը մի քանի ժամ, եթե ես ճիշտ գիտեմ։ Դե ինչքանից բացատրեցին, միջինում 15-ից 20 րոպեի ընթացքում, րոպեների ընթացքում մարդ ստանում է արյան վարակում, հնարավոր է ստանալ արյան վարակում եւ արդեն մի փոքր բարձ է ամեն ինչ, բայց իմ բարագայում փառք Աստծո հրաշքով ինձ հաջողվեց հաղթահարել այդ բանը։ Ինձ եւ ընտանիքին եւ այն բոլոր մարդկանց, ովքեր այն բոլոր ուժ աշխատողներին, ովքեր ինձ հետ հավասար պայքարում էին։ Ինչի համար ես իրենց անսահման շնորհակալ եմ։ Ինչ սովորեցիր ես փուլից քո կյանքի, որովհետեւ հասկանում ես, որ կարող ես աչքերդ չբացել պարզապես։ Հաճախ եմ խոսել այս մասին ընկերներիս հետ, երբ քննարկում ենք ինչ-որ թեմա եւ հերթը ասավ, «Այ ինչից ես դու վախենում, որն է քո կյանքի ամենամեծ վախը»։ Միշտ ասում էի չհասցնելը։ Չհասցնելը։ Շատեր չէին հասկանում ինչի մասին է խոսքը գնում, էլի, բայց այդ չհասցնելու վախը եկել է այդտեղից։ Երբ դու 13 տարեկան ես, դու պարկած ես հիվանդանոցում ու փակում ես կամաց-կամաց սկսում ես փակել քո աչքերը ու դու քեզնից չեն թաքցնում, որ շատ լուրջ խնդիր է ու գուցե եւ աչքերդ չբացես ու տոկոսը շատ քիչ է այն մարդկանց, ովքեր այս հիվանդության միջով անցել են այդքան օր մնալուց հետո, երբ հաջողությամբ է ավարտվել եւ դու փակում ես քո աչքերը ու հասկանում ես, որ մի վարքյան ես 13 տարեկան եմ, բայց իմ ամբողջ կյանքի ընթացքում, 13 տարիների ընթացքում ոչինչ չեմ արել, որ ինձնից հետո մնա, որ հիշեն։ Հա, կհիշեն իմ ընկերները, կհիշեն իմ հարազատներ, բարեկամներ, ընտանիքս, բայց դու ոչինչ չես արել, ոչինչ չես հասցրել։ Ու այդ հասցնելու վախն է, որ այսօր էլ ինձ առաջ է տանում։ Ու ես չգիտեմ, եթե իմ կողմից դա մեղք կլինի, եթե ես ինչ-որ մի պահի դադարեմ առաջ շարժվել։ Դարձավ քո կյանքի սկզբունքը։ Հա, ամենամեծ սկզբունքը եւ ամենամեծ վախը։ Դու արդեն 20 տարեկան ես, հասցրել ես հաղթել ամենադիտված նախագծերից մեկը, նկարահանվել ֆիլմերում, գլխավոր հերոսի կերպարում, հեռուստասերիալներում այո, նաև հաղորդում ես Վարում Առավոտյան ծրագրում, համերգներ մի շարք հաջողություններ ես գրանցել եւ ինքդ քեզնից գոհ ես, թե միշտ մտածում ես, որ ավելին պիտի հասցնեմ։ Օй, գիտեք, ես չեմ հավատում այն մարդկանց, ովքեր լիարժեք ասում են, գիտեք, ես ինձնից շատ գոհ եմ։ Ես այնքան գոհ եմ ինձանից։ Չէ, ես ինձնից չեմ կարող գոհ լինել։ Ես ոչինչ չեմ արել։ Դեռ։ Եվ ամեն ինչ դեռ առջևում է։ Արի այստեղ ասենք, որ շուտով կլինի քո առաջին տեսահոլովակը։ Այո։ Ինչի արիքով ուզում եմ շնորհ թեթևացնենք զրույցը։ Եվ ասես ինչու այսքան ուշ, կարծում ուշացած, որովհետև քո հեռուստադիտողը ավելի շուտ էր սպասում։ Այո, ես նույնպես երկար ժամանակ եմ սպասում եմ, վստահ եմ մեր հեռուստադիտողն էլ հանդիսատեսն էլ երկար սպասում էր, շատ եմ ամենայն դեպս ստացել թե արձագանք, թե նամակներ եւ վերջապես հուսով եմ
մոտ ժամանակներում արդեն նկարահանել ենք, արդեն նկարնել է Կարեն Ամյան, ռեժիսոր, շատ շնորհակալ եմ նրան, վստահ եմ լավ բան է ստացվելու, եթե Կարեն Ամյանն նաև ռեժիսոր։ Այո, շնորհակալ եմ առհասարակ ամբողջ ստեղծագործական թիմին, երգը շատերը լսել են, այն մարդիկ, ովքեր ունեցել են հնարավորություն լինելու մեր Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում ունեցած համերգին, լսել են կատարումը, խոսքերի հեղինակն է Ավետը Բարսեղյան, երաժշտություն, ձայնագրություն եւ առհասարակ արել է Նիկե Եգիպյան, ինչի համար նրանց անսահման շնորհակալ եմ, ինձ համար եթե դա երազանք է եղել, որպեսզի ես կարողանամ աշխատել նմանատիպ իրոք բառից բուն իմաստով մեծ մարդկանց հետ այս մեր երկրի եւ առհասարակ այս ոլորտի համար ահռելի հետք թողած մարդկանց հետ եւ այդ երազանքի իրականացման ճանապարհն եմ եւ հենց այդպես էլ երկի առաջին տարբերակը վերնագրի կոչվում էր երազի հետքերով։ Սամվել, ես նշեցի զրույցի սկզբում, որ բազմահազարանոց երկրպագուների բանակ ունես դու արդեն, եւ եթե ես այս հարցը չտամ, ինձ պարզապես չների գուշակիր։ Չունեմ ընկերուհի։ Խոսքը այդ հարցի մասին է գնում։ Չէ, իրականում գուշակեցի։ Հարցը գուշակեցի։ Իմ սիրտն ասած։ Իմ սիրտն ասած։ Իրականում իմ ամենաչսիրած հարցն է։ Ես չեմ սիրում այդ Սամվել Մալոյանի սիրտը։ Ոչ ինչ-որ բան լինի, ես խոսք եմ տալիս, դուք կիմանաք։ Շատ լավ։ Իսկ ասես ինչ տիպի աղջիկներ են քեզ դուր գալիս։ Ավելի բնական թե այսօրվա ինստագրամյան ստանդարտներին համապատասխան։ Ես խորապես համոզված եմ, որ չեն սիրում ինչ-որ բանի համար, տեսքի համար։ Բնականաբար տեսքը շատ կարևոր է։ Շատ կարևոր է ինձ համար դասիրակությունը, բայց սիրահարվում են եւ վերջ։ Սամվել, բացի այն, որ ունես հզոր ձայն, դա չի քննարկվում, բայց նաև շատերը խոսում են, որ քո հաջողության գրավականից մեկը նաև քո արտաքին տեսքն է, որովհետև մարդիկ շատ սիրեցին քո կերպարը։ Ինչ կասես այս մասին։ Կասեմ, շնորհակալություն ծնողներիս եւ այն բոլոր մարդկանց, ովքեր աշխատել են իմ կերպարի ամպլուայի վրա։ Շնորհակալություն նրանց։ Քանի որ դրա համար ես ոչինչ չեմ արել, ես ուղղակի այդպես է ստացվել։ Դրա համար չեմ կարող ոչինչ ասել։ Մեր հաղորդման շրջանակներում մի անֆիլտր պատմություն պիտի պատմես, կապ չունի, դա կլինի կարիերայի հետ, անձնական կյանքի հետ, ծնողների հետ, միգուցե ինչ պատմություն կհիշես։ Գուցե նախագծի շրջանակներում, դեպք որի մասին առաջին անգամ կբարձրաձայնես։ Ահա մեր ամբողջ հարցազրույցն է, կարելի ասել դեպք, որի մասին առաջին անգամ բարձրաձայնում, որովհետև երբևէ չեմ տվել հարցազրույց։ Գունավոր տուտակներ էի պահ, ինչպես ազգացեք, ինչքան կենդանի կա, պահել եմ ձկներից, կրյայել եմ ունեցել, ջուտիկներ։ Հերթե ասավ տուտակներին։ Շունչ եմ ունեցել, հա, ես հասկացա։ Իմ խնդիրը դա է, շունչ եմ ունեցել։ Հերթե ասավ տուտակների, ես ունեի տուտակներ։ Եվ այդպես հիմա իհարկե քույրս ինձ որ տուն հասնեմ կխեղդի, որ ես այս պատմությունը պատմել եմ, կնեղանա ինձանից։ Շատ, բայց ինքն է մեղավոր։ Մենք տանը շոկ էր եւ թութակների վանդակը հանեցինք, որպեսզի դնենք բալկոնում, որպեսզի թութակները թե մաքուրոտ շնչեն, թե այդքան էլ շոկ չլինի նրանց համար։ Բացի այդ դե ձայներ էին արձակում, մի փոքր այդքան էլ հաճելի չէր տանեցինի համար։ Սկզբից հաճելի էր, հետո երբ արդեն երկար ժամանակ ապրում ես նրանց հետ, մի փոքր այդքան է հաճելի չի դառնում, եւ այդպես բալկոնում էին նրանք, պատշգամբում էին նրանք եւ քույրս կանինան որոշեց, որ ինքը պետքա տեսնի ինչպես են ապրում թութակները։ Դե իհարկե վանդակը ճաղերով էր եւ ամեն ինչ առանց այդ էլ լավ երևում էր, բայց նա որոշեց, որ միևնույն է, ներսից ավելի լավ է երևում։ Եվ բացեց վանդակը, բոլոր թութակները բնականաբար նույն վայրկյանին փախան եւ այդպես ես փնտրում եմ իմ թութակներին, եթե դրսում հանկարծ հանդիպեք կապույտ կանաչ գույների մեջ թութակներ, վերադարձրեք ինձ, կապ հաստատեք ինձ հետ եւ եթե սիրելի թութակներ դուք դիտում եք այս հարցազրույցը խնդրում եմ հետ եկեք, ես ես սպասում եմ։ Իսկ Կարինան քանի տարեկան է։ Փոքր է, շատ փոքր է։ Երևի
Դե հուսամ շատ չես կռվել։ 4 տարեկան նույնիսկ։ Դե շատ փոքր էր, բարձա չէ, դե երկար ժամանակ նեղացած մնացի, բայց դե երեխա էր, ինչ արել, նորմալ է, պատահում է։ Այս ամբողջ քո հաջողության եւ աղմուկի եւ ուշադրության մեջ ինչպես ես կարողանում այնպես անել, որ քո ներսի մարդը չփոխվի։ Իրականում ես միշտ փորձել եմ չկորցնել դա։ Ինձ համար ամենամեծ խնդիրը դա էր, երբ ունեցա առաջին փոքրիկ հաջողությունը, շատ անձնական բան եմ հիմա պատմում, որը վերջապես, որը երբևէ ոչ միտեղ չեմ բարձրաձայնել, նույնիսկ ընկերներիս կամ տանեցիների մոտ, երբ ունեցա փոքրիկ հաջողություն, խոսքը գնում է ազգային երկիչ երկրորդ նախագծի առաջին փուլը անցնելու մասին։ Հասկացա։ Ես գնացի եկեղեցի եւ մի բան խնդրեցի, աղոթելուց հետո մի բան խնդրեցի, որ եթե այն ամեն ինչի միջով ես հիմա անցնելու եմ, ինձ պետք է փոխի, թող դա այդպես չլինի։ Ես կարծես թե ինքս ինձ ինչ-որ վատ բան ասեցի եւ ես միշտ նպատակ եմ ունեցել, որ հանկարծ չկա ինչ-որ մի բան, երբ ես փոխվեմ։ Եվ դրա նպաստում են իմ ընկերները։ Այն բոլոր մարդիկ, ովքեր իմ կողքին են կանգնած, այն բոլոր մարդիկ, ովքեր ինձ առաջնորդում են։ Հաջողությունների դեպքում լավ բաներ են, ասում թե փորձում են փոքրիկ ինչ-որ բաց թողումներ գտնել ու հիշեցնել հենց դրա մասին։ Այս վերջերս շատ են ասում, որ ձեռքերս շատ եմ շարժում, ձեռքերով ինչ-որ բաներ եմ անում, իրականում դա եթերից եկավ, առողջության եթերից եկավ, սկզբից կար լարվածություն եւ փորձում էի ձեռքերի շարժումներով մի փոքր այդ լարվածություն թեթևացնել, հետագայում դարձավ սովորություն եւ հաճախ դրսում տեսնելիս ասում են շատ լավ է, բայց այս ձեռքերի բաները դրա համար փորձել եմ հարցազրույցի ընթացքում ավելի շատ այսպես տեսնել։ Հետո երբ որ նկատեցի, երբ որ սկսեցի ինչ-որ բան պատմել, արդեն սկսեցի այսպես բաներ անել, դրա համար փորձում եմ մաքսիմալ այսպես նստել, որ չերևա, որ ես լարված եմ։ Իրականում ես կարծում եմ, որ լարվածությունը պետք է յուրաքանչյուր բանից ըստ իս լարվածություն դա վատ բան չի։ Լարվածությունից դու սկսում ես ավելի պատասխանատու մոտենալ քո աշխատանքին։ Եթե բեմ դուրս գալուց դու չես լարվում, ուրեմն մի բան այն չի քեզ հետ։ Բեմում արդեն կարող ես բաց թողել այդ լարվածությունը։ Դա ինքնին է ստացվում։ Բայց մինչև բեմ դուրս գալը կլինի առաջինը, ես ամեն անգամ բեմ դուրս գալուց կարծես առաջին անգամ դուրս կամ բեմ։ Նույն լարվածություն, նույն վախերը, վայ կարող է խոսքերը մոռանամ, վայ կարող է ինչ-որ բան չլինի, ու նույն կերպ վախենում ես ամեն անգամ բեմ դուրս գալուց, կարծես առաջին անգամ լինի։ Ես հուսով եմ դա չի անցնի։ Մաղթում եմ, որ չանցնի եւ ուզում եմ որ ասես ինչի համար ես կյանքում ամենաշատը շնորհակալ։ Ես շնորհակալ եմ ում։ Ես քիչ առաջ նշեցի ընկերներիս, ծանոթներիս, բարեկամներիս, ընտանիքիս եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ ինձ այսպես դաստիարակելու համար։ Շնորհակալ եմ ընկերներիս։ Շնորհակալ եմ այն բոլոր մարդկանց, ում հետ ես աշխատել եմ, աշխատում եմ, ովքեր ինձ հավատացել են, ովքեր իմ կողքին են եղել այն ժամանակ, երբ ինձ լավ էր կամ այդքան էլ լավ չէր։ Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր միշտ ինձ աջակցել են։ Կլեն դա իմ ընկերները, կլեն ուղղակի մարդիկ, ովքեր դրսում մոտեցեն, ասել են Սամջան, ուրախ ենք քեզ տեսնել կամ ինչ-որ լավ բան են ասել։ Այնքան ոգևորություն է դա տալիս ինձ իրականում, եւ ես շնորհակալ եմ բոլորիդ։ Ես էլ եմ շնորհակալ եւ քանի որ սա քո առաջին հարցազրույցն էր, կուզեմ, եթե կա մի բան, որ կուզեիր փոխանցել, բայց չստացվեց, հիմա կարող ես դա անել։ Քանի որ ինչպես նշեցինք հարցազրույցի ընթացքում, որ շուտով սպասվում է տեսահոլովակ, ես հուսով եմ, որ դուք կհավանեք այդ տեսահոլովակը։ Երկար եմ թե ես սպասել, թե վստահ եմ ձեզնից շատերը սպասել են երկին տեսահոլովակին, այնպես որ ես հուսով եմ, որ կարդարացնեմ սպասելիքները։ Այնպես որ տարբերակ չունեք չհավանելու, եթե չհավանեք, ասեք որ հավանել ենք։ Այո։ Չէ, ինձ անկեղծ ասեք, բայց հուսով եմ այո որ կհավանեք։ Վերջում խնդրում եմ մեկ անֆիլտր լուսանկար միասին, եթե դեմ չես։ Իհարկե։
Առանց ինտրիգների ու առանց սկանդալների եւ առանց ֆիլտրերի զրուցում էինք երգիչ Սամվել Մալոյանի հետ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Լյումե գեղեցկության սրահին, դիմահարդար Մերի Մարտիրոսյանին եւ արձահարդար Վարդան Հարությունյանին, ինչպես նաեւ շնորհակալություն եմ հայտնում Մովա ֆոտոստուդիային նկարահանումներն այստեղ իրականացնելու համար։ Կհանդիպենք արդեն հաջորդ անգամ։